Թանկագիններս ողջույն, հերթական պատրաստածս մեջով կամ միջուկով իժլի քյութան եմ ցույցադրում, պատրաստել եմ արդեն խճողակը, որպիսի տեսանյութը լինի կարճ, օգտագործել եմ 1 կգ միս, 100 գրամ կարագով մի քիչ բուսայուղով, գլուխ սոխով սոխեռած եմ արել, ավելացրել եմ 2 անգամ աղացած միսը, որպիսի մանր լինի մսի կտորները, ավելացրել եմ կանաչին, եփել եմ մի սուրճի բաժակ ջրով, վերջում ավելացրել եմ ընկույզը։ Ամենամանր բլղուրն եմ վերցրել, օգտագործելու եմ կես կիլոգրամի չափով։ Վերջում կտեսնենք, թե կես կիլոգրամ բլղուրից և 1 կիլոգրամ մսից ինչքան քյութա է դուրս գալու, ստացվելու։ Սիրելիներս, թրջեցի եռման ջրով, թողնում ենք այնքան, որ ինքը փքվի, ուռչի, փափկի, որ կարողանանք արդեն խառնել միսը։ Քանի որ ուռչելուց կպել էր իրար, հիմա առանձնացնեմ, թողնեմ մի քիչ հովանա, որ ավելացնեմ միսը։ Միսը, սիրելիներս, ոչ յուղոտ միս եմ վերցրել, աղացել եմ նորից 2 անգամ, էլ չեմ ծփել, չեմ հարել, ավելացնում եմ սև պղպեղը, կարմիր պղպեղը, աղը, տոմատի մածուկը և հիմա սա պետք է շատ լավ շաղախեմ, այնքան ենք շաղախում, մինչև ստացվում է հարթ, կպչուն, զանգված։ Նախորդ իժլի քյութան, որ տեղադրել էի, Մոսկվայում էի պատրաստել և այնտեղ այս մանր բլղուրից չէինք գտել, խոշորով էի արել ու ինքը տեսքից մի քիչ հարթ, այս կարգի հարթ չէր, տեսեք սա ինչքան հարթ է, արդեն ստացված է, բայց դեռ պետք է նորից աղամ։ Ուզում եմ իմանաք, որ քյութայի գեղեցիկ տեսքը պայմանավորված է նաև բլղուրի մանրությունից կամ խոշորությունից։ Լավ տրորելուց հետո երկրորդ անգամ աղացել եմ հենց մսով ու բլղուրով խառնուրդը։ Ահա այսպիսի զանգված եմ ստացել, մի փոքր էլ ձեռքերս թրջել եմ և լավ տրորել եմ, որ ավելի կպչուն լինի, հիմա տեսեք, այստեղ գնդիկը պատրաստելուց պետք է գնդիկը չփշրվի, չքանդվի, որպեսզի հասկանանք, որ կաղապարը, պատերը արդեն պատրաստ է իժլի քյութայի։ Շատ զգուշորեն, ես բթամատով սեղմում եմ գնդիկի մեջ և սկսում եմ բացելը։ Սիրելիներս, շատ անգամ, երբ հաճախ կրկնել եմ, որ տեսանյութերը հեռախոսով եմ նկարում, հեռախոսի մեջ քիչ տեղ լինելու արդյունքն է, որ երկրորդ անգամը չեմ ցուցադրում քյութան հավաքելու ընթացքը կամ մի քիչ ավելի հակիրճ եմ ցուցադրում, այստեղ արագ ներկայացնեմ, տեսեք ինչքան հարթ է, ինչքան ճկուն է, ինչքան ուզում եք կարող եք ձևափոխել, ձևավորել, ձեռքերը թրջում եք, նորից սեղմելով ձևավորում, երբեք չի քանդվում, ձևը չի փոխվում, ավել մասերը կարող եք այսպես հեռացնել և կարող եք ծայրերը սրացնել կամ չսրացնել, ինչպես կարող եք, այնպես էլ պատրաստեք, կարևորը ինքներդ պատրաստեք, իմանաք ինչ մսով եք պատրաստում, ձեր ձեռքի պատրաստածն է, որ ասում են հա, լալ ուտեք։ Ահա սիրելիներ, սրանք սուր ծայրերովն են, իսկ այս վերջի մի քանի հատը կլորներն են, ուզում եմ ցուցադրել, որ տեսնեք ես էլ ոնց պատահի ձևը տալիս եմ, չեմ կարևորում, որ պետք է անպայման միանման լինեն։ Այստեղ սառցախցիկից բերել եմ պատրաստածս բլինչիկները, հիմա տեղափոխելու եմ բլինչիկների վրա և տանեմ նորից սառցախցիկ, թողեմ ամբողջությամբ սառեն, լրիվ սառելուց հետո կտեղավորեմ տոպրակների մեջ և կօգտագործեմ այն ժամանակ, երբ հարկն է։ Սիրելիներս, ուրեմ կես կիլոգրամ բլղուրից և 2 կիլոգրամ մսից, 1 կիլոգրամը կաղապարի համար, 1 կիլոգրամը միջուկի համար, ստացվել է 38 իժլի քյութա, դե այսպես հնարավոր է մի քիչ խոշոր երևա կամ մանր երևա, համենայն դեպս բավականին
իրենք չափով լավ են ստացվել։ Հետո կկշռեմ, տեսանյութի ներքևում կգրեմ, թե ամեն մի քյութան ինչքան է կշռում, որպեսզի դուք մոտավորապես չափը իմանաք պատրաստելուց։ Լավ սառելուց հետո այսպես առանձնացրեք, տեղավորեք տոպրակների մեջ, այս տարբերակով ավելի հարմար է, ես համենայն դեպս հետպես եմ անում, հետո տոպրակը հանում եմ, տեղափոխում եմ տապակի մեջ ու ցելոֆանով ծածկում եմ, դնում եմ սառնարանը, հետ սառեցում է լինում, երբ ուզում եմ այն ժամանակ էլ օգտագործում եմ։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք, կհանդիպենք հաջորդ վլոգում։